Սիրելի հայրենակիցներ, օգտվելով առիթից, ես ուզում եմ կոչ անել մեզ բոլորիս, եթե մենք աչալուրջ չլինենք, իշխանություն, ընդդիմություն, աչալուրջ չլինենք այս խնդիրների վերհանմանը, այս պրոբլեմների հետևից գնալը, մենք ինչքան էլ որ լավ օրենքներ բերենք մարդկանց առողջության վերաբերյալ, այս խնդիրներից տուժելու են բոլոր մեր հայրենակիցները։ Այս իրավիճակը հասել է կատաստրոֆիկ մասշտաբների։ Ֆիլտր պետք է տեղադրվեն, այն գործարանները, որոնք որ քաղաքում են, մնացած բոլոր քաղաքների մասին է խոսքը, բայց մասնավորաբար Երևան քաղաքի մասին է խոսքը։ Երևան քաղաքի մեջ պետք է լինեն գործարաններ, որոնք պատշաճ ուրեմն ֆիլտրեր չեն տեղադրում։ Երևան քաղաքում որևէ մեկը կապ չունի ով է այդ մարդը, չգիտեմ, նախկինա, ներկա եւ այլը, Երևան քաղաքում ավազի հանք է գործում, ժողովուրդ։ Երևան քաղաքում ավազի հանք է գործում։ Երևան քաղաքի ներսում բեռնատարները, ես իմ մոտ եմ ֆիքսել, անցած շաբաթ մոնիտորինգ եմ արել, մեքենաները բաց, ավազը բեռնված, ուր են այդ ծառայությունները։ Ուր են այդ ծառայությունները։ Այդ ցանցերը որ կան, ասում եք դե բանա, շինարարությունը 300-ից ավելի շինարարության թույլտվություն կա, լավ է թող շինարարություն անեն, բայց այս քաոտիկ շինարարության վերջը պետք է տրվի, թե չէ։ Թե ով ինչ ուզի անի, փող են աշխատում, ում առողջության հաշվին է փող աշխատում։ Շինարարական ընկերությունները ում առողջության հաշվին են փող աշխատում։ Պետք է տուգանվեն, պետք է տասնապատիկ էլ ավել տուգանվեն, ոչ մեկի առողջության հաշվին իրավունք չունեն այդ մարդիկ փող աշխատելու, իրավունք չունեն։ Եվ ցանցերի համար ոչ թե մի քանի տասնյակ հազարական դրամներ պետք է տուգանվեն, այլ շատ ավելի շատ, բարիներ փող են աշխատում, թող այդ ցանցերն էլ գցեն, թող այդ ցողարկումներն էլ անեն, թող այն մնացած բաներն էլ անեն, թող բարիներն անեն։ Բա չհասկացա։ Հիմա մենք պետք է ինչ անենք, հանդուրժողական լենք այդ ամեն ինչի համար։ Ասում ենք, գիտեք ինչ կա, պետք է չայրեն։ Հա լավ, չպետք է արեն, բայց այդ չայրելը պետք է առաջին հերթին սկսվի մայրաքաղաքի կոմունալ տնտեսությունից, որը քաղաքի սրտում չգիտեմ, մի կարակավառել, այնտեղ տեսանյութերն էլ կա, մի չոր այդ փայտերի բանի մի հատ, ես չգիտեմ, էլի մի հատ սենց բաներ է, այդ հատվածում որ նայում ես, նաև ես իմ բնակարանը ուրեմն նոր նորքի հատվածում է, ավան նոր նորքի հատվածը ամբողջությամբ այդ ծխածածկույթով ուրեմն լցված է։ Ինչի համար եմ այս խնդիրներից խոսում, որովհետև սա անչափ կարևոր է, սան ուշադրություն դարձնել անչափ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, այն որ ասում ենք, որ աղբավայրերում առհասարակ այրելը դա պետք է քրեորեն հետապնդելի արարք լինի։ Հիմա այս բանից խոսում ենք, այրելուց խոսում ենք, որ մարդիկ գնում են, ես տենց հետո անուններ եմ տալու, այն աղբավայրերը, որոնք որ համայնքի ղեկավարները պատճառ են հանդիսանում այդ աղբավայրերը այրելու, իրենք պետք է քրեորեն պատասխանատվություն կրեն։ Աղբից ազատելու համար ինչ նշանակում այրել եւ այդ ամբողջ թունավոր բանը, հիմա բանի է որ մեր լեզվով ասած կներեք սրա համար, հիմա մենք նուբարաշենցիների խադրը կիմանանք, որովհետեւ այդ տարիներ շարունակ այդ մարդիկ այդ ծուխը շնչել են։ Դրա մասին որ ասում ենք, այս թունավոր ծուխը մարդկանց թոքերին նստում, ասում են, ընդդիմությունը գնացել ասում աղբավայրերը այրելու։ Որ այդքան պրիմիտիվ կարելի է լինել։ Ու ոչ միայն սովորական հասարակ մեր քաղաքացիներն են այդ կեղծ թեզերը տարածում, այլ նաև իշխող ուժի ներկայացուցիչներ։ Ինչ որ պրոբլեմից խոսում ենք, ուրեմն պրոբլեմի պատճառը մենք ենք, բայց առաջարկությունները, որ ներկայացել ենք, այդ առաջարկությունները, որ արվել է պատկան մարմիններ, ինչի՞ չի իգիտություն ընդունվում։ Եկեք ասեք, սխալ առաջարկություն եք ներկայացրել։ Աղբավայրերի վերաբերյալ սխալ առաջարկություն եք ներկայացրել, օդի աղտոտվածության վերաբերյալ կանխարգելիչ մեխանիզմների վերաբերյալ սխալ առաջարկներ եք արել։ Բասեք, խոսեք բա դրա մասին։ Ինչի՞ չեք խոսում։ Մենք կողմ ենք, որ բոլոր, ուրեմն, այդ խնդրահարույց, ինչի համար եմ այս թեմայով այսքան խոսում, որովհետև այդ էլ անմիջապես վերաբերելի է մեր հայրենակիցների առողջությանը։ Եվ անչափ կարևոր է մեր հետևողական վերաբերմունքը այդ ամեն ինչին։ Մեր պատասխանատու վերաբերմունքը այդ ամեն ինչին։ Սկսած հրդեհներից, վերջացրած ուրեմն մենք դպրոց, որ տարբեր մարզերում հիմա մոլեգնում այլի մեր հայրենակիցները դառնում են շատ ժամանակ դրա
զոհը եւ վերջացրած այն ուրեմն մանկապարտեզներից դպրոցներից, որ մենք պետք է կարողանանք երեխաներին կրթենք, դաստիարակենք իրենց ուրեմն մեր ամբողջ աշխատանքը, ճիգը, ջանքը պետք է գործադրենք, որ ոչ թե բանը հասնի նրան, որ արդեն մենք սկսենք արդեն այդ մեր մատաղ սերունդը պայքարենք իրենց կյանքի համար, այլ մենք պետք է շատ կարևոր ջանք գործադրենք, որպեսզի կանխարգելենք բոլոր այն վտանգներն ու բոլոր այն վնասները, որոնք որ առաջացնում են մեր հայրենակիցների համար։ Շնորհակալ եմ։